Նշանակում է Նարեկ Կարապետյանն ամեն ինչ ճիշտ է անում։ Քաղտեխնոլոգներն արձանագրում են, որ Փաշինյանին անհանգստացրել է Նարեկ Կարապետյանի աճող վարկանիշը ու նրա դեմ սկսել է տեղեկատվական տերոր։ Շուրջ 1000 տարի այս տարածքում հայկական Հայաստան պետություն գոյություն չի ունեցել։ Ոչինչ պատահական չի ասում Նիկոլ Փաշինյանը, վստահ են վերլուծաբանները։ Պատմական նախադեպի հրապարակային հիշեցումը նոր կորուստի անոնց։ Ընտրական ակտիվությունը հունիսի 7-ին պետք է հասցնել 100%-ի թույլ չտալու համար 2021-ի կրկնությունը։ Ֆլեշմոբ է սկսվել համացանցում։ 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ չմասնակցելով ընտրություններին դու հնարավորություն ես տվել ընտրելու իրավունք ունեցող, բայց ընտրությունների մասնակցած փոքրամասնությանը քո փոխարեն որոշելու, թե դու ինչպես ես ապրելու։ Ամերիկյան հեգեմոնիային փոխարինելու է գալիս Չինականը։ Աշխարհի լիդերները իրար ետևից ժամանում են Պեկին հարցեր լուծելու։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է իրականում ու պարզ։ Տաղավարում են Դավիթ Գենջոյանը եւ Տարոն Կոխլիկյանը։ Ողջույն հարգելի հետևորդներ, նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ ուղիղ եթերով կարող եք դիտել 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV-ի Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր մյուս հարթակներին, որպեսզի լինենք կապի մեջ։ Գուցե մենք միանգամից չենք նկատում, բայց այս րոպեներին մեր աչքի առջև Հայաստանում տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն եւ այն անկասելի է։ Եվ հինգործիչները, որոնք փորձում են նոր ճիգեր գործադրել դաշտում մնալու եւ նորերին ամեն կերպ պախարակելու փորձերով հաջողության չեն հասնելու, քանի որ, ինչպես ասացի, գործընթացը անկասելի է։ Եվ այդ սերնդափոխության գլխավոր դեմքն է դառնում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Վերջին օրերին մենք տեսնում ենք, թե ինչ տեսակ քարոզչական արշավ է սկսվել հենց նրա դեմ, ու այն գագաթնակետին հասավ այսօր առավոտյան, երբ քննչական կոմիտեն առաջին անգամ կարծես չհարգելով մարդու անմեղության կանխավարկածը հրապարակեց մի հաղորդագրություն, որի վերնագիրը հետևյալն է. Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս վերնագիրը մարդու անմեղության կանխավարկածը խախտելու դասական օրինակ է։ Հաղորդագրությունը Նարեկ Կարապետյանի մասին է, որին մեղադրում են իբր Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու եւ այդ տեղեկությունը թաքցնելու համար։ Ֆեյքերի օրեր 3 նախ իմ ազնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի իբր պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված Ռուսաստանի։ Սամվել Կարապետյանը երբեք բացի գործարարությունից Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել, ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի։ Բայց մենք ամբողջ օր լռեցինք այդ ուղղությամբ, որովհետև մի ծրագիր ունենք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տերվյալը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ հայցադիմում են ներկայացվելու դատական, բայց իրենց պես չէ, որ մարդկանց տանեն ձերբակալեն, այլ ուրիշ բանի համար, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, բայց իսկ վճարը գնալու է, գիտեք ուր, գնալու է Սևանի հոգեբուժարան։ Այնտեղ մենք կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները։ Տարոն հարց է առաջանում, իսկ հնարավոր է ներկա ժամանակում նման տեխնոլոգիական զարգացված շրջանում, երբ որ ամեն բան հասանելի է սոցցանցերում, թաքցնել նման իրողությունը։ Եթե շատ կարճ պատասխանեմ հարցիդ, գրեթե անհնար է, բայց կուզեմ նաև մի փոքր ավելի երկար պատասխանել ու մասնավորապես ներկայացնել падգամավորի թեկնածու դառնալու գործընթացը ինչպես է ընդհանրապես տեղի ունենում։ Երբ քաղաքացին ցանկանում է падգամավորի թեկնածու որպես գրանցվել, նախ դիմում է անձնագրային եւ այնտեղից ստանում մի տեղեկանք, որ ինքը վերջին 4 տարին ապրել է Հայաստանում եւ ունի բացառապես Հայաստանի քաղաքացիություն։ Այնուհետև այդ տեղեկանքը ուղարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մինչեւ падգամավորին գրանցելը
Այնտեղ նույնպես վերստուգվում է այդ տեղեկությունը։ Մենք գիտենք, որ Նարեկ Կարապետյանին կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է եւ երեկել նրանց մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Կարապետյանի ներկայացրած թղթերում որևէ խնդիր չեն արձանագրել եւ նրա տեխնացությունը գրանցել են։ Հետևաբար այնինչ տեղի է ունենում Նարեկ Կարապետյանի հետ, վերլուծաբանները, քաղաքական քաղտեխնոլոգները նշում են, որ սա պարզապես քաղաքական տերոր է նրա վարկանիշի բարձրացման զուգահեռ։ Այո, շատ հետաքրքիր է, որովհետև 18 թվականից հետո կարծես թե ունեցել ենք թե պաշտպանության նախարար, թե նախագահ, որը ունեցել է երկքաղաքացիություն եւ դա չի խոչընդոտել։ Այո, եւ դեռ այդ հարցերը մինչեւ վերջ պարզաբանված չեն, բայց մենք վերադառնանք այն իրականություն, ինչում որ հիմա գտնվում ենք եւ կուզեմ նաեւ քաղաքականության մասով խոսենք Նարեկ Կարապետյանի դեմ այս տեղեկատվական տերորի պատճառը ըստ էության հասկանալի է, իշխանությունը պարզել է, որ Նարեկ Կարապետյանի, ինչպես արդեն ասացի, քաղաքական վարկանիշը բարձրացել է եւ որոշել է, որ Սամվել Կարապետյանից բացի պետք է թիրախավորել նաեւ Նարեկ Կարապետյանին ու սա վերլուծաբաններին ստիպում է հետևություն անել, որ այն ինչ հիմա անում է Նարեկ Կարապետյանը շատ ճիշտ է, թե քարոզարշավի ընթացքում, թե նրա հայտարարությունները եւ նաեւ մեդիայի հետ աշխատանքը Կարապետյանը մենք շատ ակտիվ տեսնում ենք, որ նա աշխատում է մեդիայի հետ եւ արդեն նշեցի, որ ըստ էության Հայաստանում քաղաքական սերնդափոխություն է տեղի ունենում եւ գլխավոր դեմքը դառնում է հենց Նարեկ Կարապետյանը, ես կուզեմ խոսենք ընդհանրապես Նարեկ Կարապետյանի կերպարի մասին։ Մենք գիտենք, որ նա շատ նոր մարդ է քաղաքականությունում, Հայաստանի քաղաքական ասպարեզում 2025 թվականի հունիսից։ Մինչև այդ նա զբաղվում էր գործարարությամբ, Տաշիր ընկերությունների խմբի առաջին փոխնախագահներից մեկն է եւ ընդամենը 1 տարի առաջ, երբ նրա հորեղբորը ազգային բարերար Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին, նա եկավ առաջին պլան որպես ընտանիքի ներկայացուցիչ, այնուհետև մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող։ Եվ այսօր Նյուզեմը Նարեկ Կարապետյանի հետ ծավալուն հարցազրույց է հրապարակել, որտեղ խոսվում է նաև այս մասին, թե ինչպես որոշում ընդունվեց, որ հենց Կարապետյաններից Նարեկը պետք է լինի առաջին պլանում, առաջարկում դիտենք, թե ինչ է պատասխանում Նարեկը այդ հարցին։ Ընտանիքի ամեն անդամ ունի իր ոլորտային պատասխանատվությունը, իր բնավորությունից ելնելով։ Եվ քաղաքականությունը դա քննադատությունը սրտին մոտ չընդունելու նաև արվեստ է, քննադատությունից հետևանքներ քաղելու, հետևություններ անելու, բայց սրտին մոտ չընդունելու արվեստ է։ Երևի դա ինքնաբերաբար մենք եկել ենք դրան։ Ընտանեկան խորհուրդ եք տարել եւ որոշել եք, որ Նարեկը ամենից շատը կդիմանա քննադատությանը։ Կարծում եմ նաեւ ինչ որ առումով նախախնամությունն է բերել դրան, քանի որ process-ները հախուռն էին եւ այդ process-ները չեք նեղացել, որ հենց ձեզ են այս կեղտոտ քաղաքականության մեջ ուղարկել։ Ես պատասխանատվությունը, որ մենք ունենք մեր պատմության առաջ, երբեք չեմ կարող նեղանալ դրանից, կարող եմ ինձ հպարտ զգալ դրա համար, բայց նաև զգում եմ այն ծանրությունը, որը կա մեր ապագա քայլերի հետ կապված, զգում եմ այն ծանրությունը պատասխանատվության, որ մեր առաջ կա դրված։ Հետաքրքիր էր նախ հարցազրույցը, որ Արարատի ֆոնին էր, կարծես թե խորվիրապից դա ինչ որ խորհրդանշական էր եւ ես օրինակ շատ կարեւորում եմ երիտասարդների մասնակցությունը, որովհետեւ շատ կարեւոր է նոր թարմություն հաղորդելու քաղաքականության առհասարակ, որովհետեւ դիտարկում եւ նայում են այլ տեսանկյունից խնդիրներին եւ կարողանում են շատով օգտագործել սոցիալական ցանցերը, ինչը շատ կարեւոր է եւ կարծում եմ այո, պետք է ավելի շատ ներկայացուցիչներ ունենանք երիտասարդների, որպեսզի ավելի բալանսավորված լինի։ Հարցազրույցը այս շարունակելով մի քանի ուշագրավ դրվագներ եմ առանձնացրել, որպեսզի ավելի այսպես լավ հասկանանք ընդհանրապես Նարեկ Կարապետյանի թե որպես մարդ, թե որպես նոր քաղաքական գործչի կերպարը։ Այստեղ Նարեկը խոսում է նաև մարզեր այցի մասին ու լրագրողը նրան հարցնում է, թե ինչու է Նարեկն ուզում, որ գյուղերում մարդիկ լավ ապրեն։
Համաձայնից հետաքրքիր հարց է եւ առաջարկում եմ լսենք Նարեկի պատասխան։ Առաջի այցելությունները գյուղեր բավականին ինձ համար ծանր էին, ավելի ծանր էին, քան Երևանյան այս բոլոր քաղաքական շրջանակների խոսույթները, որովհետեւ դու հասկանում ես, որ մեծ առումով հույսը այս մարդկանց այս աղքատությունից ելնելու միայն քո մեծ թիմի քայլերն են։ Իսկ կոնկրետ ձեզ, Նարեկ Կարապետյանի համար ինչ է կարևոր, որ Հայաստանի գյուղում ապրող մարդը լավ ապրի։ Հետաքրքիր հարց է։ Նա քո պես մարդ է, քո պապիկն է, քո հորաքույրն է։ Շատ դժվար հետաքրքիր հարց էր։ Ամոթի զգացում ունեք, երբ տեսնում եք ավելի շատ պատկերացնում եք այսօր տեսա մի մարդու, ով շատ էր նման իմ պապիկին։ Ու նա շորերը մի քիչ հին էին, բայց կոկիկ։ Չգիտեմ, հնարավոր է մարդ չուզենա, որ իր արենակիցները լավ ապրեն, եւ ինքը լավ է ապրում։ Ինձ շատ թվում է մարդիկ կան, որ չեն մտածում։ Ընդհանրապես չեն մտածում։ պետք է մտածեմ այդ ուղղությամբ, բայց դա որպես բազային ցանկություն է ինձ թվում է յուրաքանչյուր մարդու, որ եթե դու լավ ես, շրջապատդ է պետք է լավ լինի, եթե արդեն շրջապատիդ համար է լավ, քիչ ավելի մեծ շրջանակները լայնանում են։ Վաղը մյուս օր կարող է Աստված առաջ, եթե Հայաստանի տնտեսական հարցում են կարողանանք դրական լուծում տանք, կարող է տարածաշրջանային լուծում առաջարկենք։ Դավիթ, դու այստեղ հարցազրույցը շատ հետաքրքիր կողմ է թեքվում եւ Կարապետյանը նշում է, որ 2020-ի պատերազմում մեր պարտությունը ուղիղ կապ ունի տնտեսական պատերազմում մեր պարտության հետ, որը տեղի էր ունեցել դեռ այս վերջին 30 տարիների ընթացքում եւ շատ հետաքրքիր համեմատություններ է անում մեր 44-օրյա ցավալի պատերազմում պարտության հետ ու այն տնտեսական քաղաքականության հետ, որը մենք ունեցել ենք Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո։ Լսենք նաեւ այդ հատվածը։ Վազգեն Սարգսյանը 98-99 թվականին երբ վարչապետ դարձավ, հայտարարեց, որ պատերազմ հաղթել ենք, մնում է տնտեսության մեջ էլ հաղթենք։ Եվ դա շատ կարևոր ու ճիշտ ուղերձ էր։ Մենք պետք է տնտեսության մեջ հաղթենք, որ կարողանայինք հաղթեինք, որ կարողանայինք պահեինք։ Կարապետյանն էլ իր խոսքում 2 տարի առաջ ասել է, որ սա աղքատի եւ հարուստի կռիվ էր։ Պարտվել ենք տնտեսական պատերազմը, ցավոք։ Իսկ դրան հետևել է արդեն բայց նաև որ ռազմական պատերազմը, բայց շատ մեր հայրենակիցներ տնտեսական պատերազմ պարտված վիճակում էլ առաջի պատերազմը հաղթել էին։ Հերոսություններով հաղթել էին։ Հնարավոր է ուրիշ սերունդից բացի ուրիշ ղեկավարություններ։ Հնարավոր է ճիշտ դիվանագետ ղեկավար ունեինք, նաև ճիշտ ռազմագետ ղեկավար ունեինք։ Թիմային աշխատանք կար, Վազգեն Սարգսյանը ստանձնել էր մի դեր, երկրի նախագահը մի այլ դեր, Արցախյան ղեկավարությունը մի այլ դեր եւ իրենք կարողացել էին իրար հետ աշխատեին։ Ամընթաց գնար հայկական օրակարգը։ Այս մի անգամ մենք ունեցանք մի խոսափող, բայց չունեցանք կառավարիչ։ Ունեցանք խոսափողեր, ոչ թե ղեկին մարդ։ Այսինքն մենք պարտվել ենք նախ եւ առաջ դիվանագիտական տնտեսության մեջ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտությունը եւ ռազմական գործի հետ կապված process-ները ածանցյալ են տնտեսության։ Քաղաքական գործիչները իհարկե մի քիչ ուրիշ կարծիք ունեն, այլ իրենք մտածում են, թե աշխարհը շուռ է գալիս, շրջանակներում է աշխարհը գործում, որ քաղաքականությունն է որոշում տնտեսությունը, բայց իրենք լավ չեն։ Իրանական պատերազմում մի քիչ հոգուտ քաղաքականությամբ զբաղվողներ էր, որովհետև հիշում եք ինչ եղավ Դուբայում պայթյուններ, ով կմտածեր, որ Դուբայում կլինեն պայթյուններ, Հորմուզի նեղուցը եւ այլ, այսինքն Իսկ ինչու պատերազմը կանգնեց։ տնտեսության պատճառով։ Այո։ Այսինքն Որովհետև Հորմուզի վրա վերահսկողությունը Իրանը հաղթեց տնտեսությունով։ Ինչ է դա նշանակում։ Ռազմական եւ քաղաքական ձևով պատերազմը չէր կարող դադարել, եթե չլիներ տնտեսական գործով։ Թրամփի պես եք մտածում, ամեն ինչ կարելի է գործարքով կարգավորել։ Ամեն ինչ կարելի է գործարքով կարգավորել, բացի ազգային արժանապատվության հետ վերաբերող հարցերից։
Դժվար է չհամաձայնել այս պնդմանը, քանի որ ակամայից հիշեցի հենց Հեյդար Ալիևի այդ հարցազրույցը, երբ որ պարտվելուց հետո նրան հարցում են ինչպես պետք է ոտքի կանգնեն, ինչպես կարող են վերականգնվել, բոլոր հարցերին նա պատասխանում էր նավթ եւ այդ ամենով փակվում էր այդ ամենը, ինչպես տեսանք, այո, պատմությունը ցույց տվեց, որ տնտեսությամբ հնարավոր է եւ գումարներով բերել հասնել այնպիսի կետի, որ հասնեն հաջողության։ Այո, իսկապես այդպես է եւ հիմա Նարեկ Կարապետյանը իր այս հարցազրույցում եւ նաեւ բոլոր ելույթներում միշտ նշում է, որ հիմա Հայաստանին պետք է տնտեսագետ ղեկավարներ, տնտեսությունից լավ հասկացող մարդիկ, ովքեր կկարողանան նախ եւ առաջ Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնել, առաջ տանել, որպեսզի հետո մենք դրա ածանցյալ մյուս ոլորտներում ունենանք հաջողություններ, թե անվտանգություն, թե մշակույթ, թե սոցիալական խնդիրներ եւ այլն, որովհետեւ ամեն ինչ ածանցվում է տնտեսությանը եւ դա նաեւ ոչ միայն Հայաստանում է այդպես, ոչ միայն մեր տարածաշրջանում է այդպես, դա ընդհանրապես աշխարհում է այդպես, ինչպես հասկացանք արդեն։ Եվ այս հարցազրույցի ինձ համար ուշագրավ եւս մի դրվագ Արցախի մասով լրագրողը ուղիղ հարցնում է, պետք է փակել Արցախի էջը, թե ոչ, եւ լսենք թե ինչ է ասում Նարեկը։ Արցախի էջը պետք է փակել, թե այդուամենայնիվ պետք է հույս ունենալ, որ մյուս սերունդները, մեզանից հետո եկողները ավելի խելացի կլինեն, լավ տնտեսություն կստեղծեն եւ ավելի վճռական կլինեն։ Քանի որ ապագայում մենք ստիպված ենք լինելու բանակցել հարևան երկրի հետ, Այո։ իմ պատասխանը օգտակար չի լինի, որովհետեւ այն ինչ իմ մեջ կա, եթե ես դա պատասխանեմ, օգտակար չի լինի եւ երկու սցենարն էլ իմ պատասխանների օգտակար չի լինի մեզ։ Թվում է, թե հարցին չի պատասխանում, ուղիղ չի պատասխանում, բայց երբ մի փոքր ավելի ընդարձակ ես նայում պատասխանին, հասկանում ես, որ բավականին բովանդակային ու խորքային պատասխան է, այո, որովհետև մարդիկ, ովքեր հավակնում են իշխանության, չպետք է անեն այնպիսի հայտարարություններ, թեկուզ դեռ ընդդիմություն եղած ժամանակ, որ հետո կարող է բանակցությունների սեղանի շուրջ նրանց դեմ օգտագործվել։ Այո, ավելի վաղ էլ նշվում էր, որ խնդիրը մեր քաղաքական գործիչների այն է, որ ցանկացած հարցի պատասխանում են եւ պետք չէ ուղիղ պատասխանել որևէ հարցի, պետք է կարողանալ ամփոփ կերպով համապարփակ պատասխան հնչեցնել, որը հետո չի ծառայի հենց ինքդ քո դեմ։ Իդեպ այդ առումով Նարեկ Կարապետյանը նաեւ հետաքրքիր է լրագրողներին, որ նա հարցերին պատասխաններ է տալիս ոչ ստանդարտ ձևով, երբեմն շատ ավելի արևմտյան քաղաքական գործիչներին հատուկ ձևակերպումներով եւ լրագրողները, ովքեր որ սովոր են հայկական իրականությանը, որտեղ քաղաքական գործիչները ավելի այսպես ագրեսիվ են, ավելի ուղղախոս են, ավելի այսպես ձևակերպումներում զգույշ չեն, այսպես ձևակերպենք, Նարեկ Կարապետյանը այս առումով էլ որպես նոր քաղաքական գործիչ, քաղաքական գործիչների նոր սերնդի վառ ներկայացուցիչ կարողացել է նաև այս առումով հետաքրքրել մեդիային եւ ընդհանրապես իր կերպարը, իր այդ հումորը, որով որ նա օրինակ այսօր առավոտյան պատասխանեց քննչական կոմիտեի հայտարարությանը, նախ Facebook-ում մի գրառում էր արել, այդպես հայտնի ֆիլմից, որ Կարապետյան Նարեկ չունենալ այլ երկրի անձնակիր, այսինքն նաև այդ հումորը չկորցնել այս շատ լարված քաղաքական պայքարի ընթացքում, դա իսկապես շատ կարևոր այսպես հատկություն է, որը պետք է ունենա քաղաքական գործիչը ու կապ չունի, թե դու ում դեմ ես պայքարում եւ որ երկրում ես, քաղաքական ինչպիսի իրավիճակ է, միշտ պետք է զգոնությունը, սթափությունը, իհարկե հումորի զգացումը չկորցնել, որովհետեւ եթե այսպես շատ լուրջ ամեն ինչ ընդունես, հաստատ հաջողությունը չի գա քեզ մոտ ավելի շուտ, քան եթե դու դրան մի փոքր նայես ավելի այսպես հումորով ու ավելի թեթև։ Այո, եւ վերջո ներկայում ինչպես տեսնում ենք, գալիս են երիտասարդ ղեկավարներ, որոնք ունեն հումորի զգացում եւ լավ օգտագործում են սոցմեդիայի կարողությունները եւ հնարավորությունները եւ իրենց գիտելիքները, նույնը տեսնում ենք թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում, թե եւ ինչքան էլ ուրախանալի է, մեզ մոտ ենք տեսնում երիտասարդների ակտիվ մասնակցությունը։ Եվ մեզ դիտողները հավանաբար հիմա մեզ կասեն Նիկոլ Փաշինյանի թիմում էլ բազմաթիվ շատ են երիտասարդ կադրերը եւ երիտասարդ
այսպես ասած քաղաքագործիչները, բայց ի տարբերություն ըստիս ուժեղ Հայաստանի եւ մյուս ընդդիմադիր երիտասարդ քաղաքական գործիչների Փաշինյանի թիմի քաղաքական գործիչները դեռ 2018-ից սկսած ունեին չհիմնավորված մեծամտություն, ինքնավստահություն ավելի շատ, չհիմնավորված, չարդարացված ինքնավստահություն, որը ճիշտ չէ նոր քաղաքականություն մտնող երիտասարդի համար եւ ընդհանրապես ցանկացած տեղ, երբ դու ավելորդ ինքնավստահությամբ ես գնում, անգամ սովորական ինչ որ նոր աշխատավայր, դու անպայման աչքի ես ընկնում քո այդ ամբարտավանությամբ, ինչը հետո քո գործի մեջ դա անդրադառնում է ու մենք հետո նրանց կառավարման ընթացքից հասկացանք, որ դա ուղղակի սեփական քաղաքական բովանդակության դատարկությունը թաքցնելու ինչ որ ձև է, շատ բառեր ասել եւ այսպես փորձել գոռոզամիտ ներկայանալ, փորձել վերևից նայել հարցերին, ինչը որ սկսած Նիկոլ Փաշինյանից մենք տեսնում ենք նրա թիմում եւ տեսնում ենք արդեն դա 8 տարի շարունակ։ Վերջիվերջո չենք տեսնում նոր դեմքեր, այնինչ 18 թվից կան, միայն քչանում են եւ նոր արյուն թարմություն չենք տեսնում այնտեղ, դա բավական բացասական է եւ եթե կա գաղափարախոսություն, ցանկալի կլիներ երիտասարդներն էլ ստանային իրենց շանսը եւ թարմ կերպով մոտենային ցանկացած խնդրի։ Այսինքն նկատի ունես, որ քաղաքացիական պայմանագիրը չի համալրվում նոր քաղաքական վառ անհատներով, այլ հակառակը նրանք ամեն մի խոշոր այսպես իրադարձությունից, այսպես ռուսերեն բառ ասեմ, պրավալից հետո լքում են այդ կուսակցությունը, լքում են այդ քաղաքական ուժին եւ ըստ էության մնում է այն իրավիճակը, որ Արարատ Միրզոյանին նշանակում են արտգործ նախարար, որը որևէ կապ չունի դիվանագիտության հետ, կամ Արսեն Թորոսյանին նշանակում են սկզբում առողջապահության նախարար, հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, կամ իրավաբանի կրթությամբ կնոջը նշանակում են առողջապահության նախարար ու այսպես դառնում է պարզապես իշխանությունը ամեն կերպ պահելու եւ առաջնահերթությունը պրոֆեսիոնալիզմին չտալու ինչ որ աշխատանք, որը բնականաբար բերում է այն արդյունքին, որ մենք հիմա ունենք։ Այո, ասացիս մասին փոքր հատված դեր դա դու ավելի բովանդակալից ներկայացրեցիր, սակայն նույնիսկ եթե կան, մենք չենք տեսնում առաջին գծում նրանց, չենք տեսնում որպես այդպեսին կարկառուն ներկայացուցիչներ, եթե կան նույնիսկ ցանկալի կլիներ նոր շանս ստանային եւ նորություն տեսնեին, որովհետեւ կարծես թե բովանդակալից որևէ փոփոխություն տեղի չի ունենում։ Եվ քանի որ այսպես սահուն անցանք Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմին, մեր հաջորդ թեման, որը կքննարկենք վարքյաններ անց, Փաշինյանի վերջին 2 օրերի արտահայտած վտանգավոր մտքերին է վերաբերում, շարժվենք առաջ ու վարքյաններ անց քննարկենք այդ թեման։ Ոչինչ պատահական չի ասում Նիկոլ Փաշինյանը, կարծում են քաղաքագետները, լսելով երեկվա ու այսօրվա նրա հայտարարությունները այն մասին, որ Հայաստանի տարածքում մոտ 1000 տարի առաջ չի եղել հայկական պետականություն։ Առաջարկում եմ, որքան էլ դժվար է, լսենք Նիկոլ Փաշինյանի միտքը։ Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայությունը նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Հետաքրքիր էր, թե ինչի ենք խոսում այդ մասին, որովհետև միայն Հայաստանում չէ այդպես, նախկինում սահմանները նման կերպ չէին հսկվում եւ չկար նման աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ որ պետք է դիմես որևէ տեղ, քեզ թույլատրեն, անցնես թե ոչ։ Ուղղակի մարդիկ կարողանում էին տեղաշարժվել եւ որևէ խնդիր չէր լինում, իսկ վերլուծաբանները եւ ես էլ չեմ կարծում, որ սա ուղղակի արված արտահայտություն է, սա ուղղակի պատմական էքսկուրս չէ, ինչպես կարելի ասել, որովհետեւ նախընտրական շրջանում ամեն արված արտահայտություն, նույնիսկ եթե կոնտեքստի մեջ ուղղակի ասվում դա կամ օրինակի որպես օրինակ է բերվում, դա պատահական չէ լինում։ Դա կարելի է ենթադրել, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակին մարդկանց պատրաստելու կարող է կազմել կամ օրինակ ընտրություններին վերընտրվելուց հետո, երբ որ օրինակ բարձրացվի նման հարց, հասարակությունը ցանկանա բողոքել, ասվի, որ ես ձեզ զգուշացնում էի, իսկ դուք չէիք առարկում եւ ընտրեցիք, այսպիսով որևէ կերպ պատասխանատվությունը սկսում է կրկին ինչպես նախկինում եմ ասել, ապա պատվիրակել եւ կիսել մեղքի զգացումը հասարակության հետ։ Այստեղ
այստեղ կա եւ այլ խնդիր, երբ որ տարածաշրջանում միայն մենք ենք խոսում այդ ամենի մասին, այլ ոչ թե դա լինում է փոխադարձ։ Օրինակ պատմության մեջ եղել են փոխադարձության սկզբունքով նման իրավիճակներ Գերմանիայում եւ Ֆրանսիայում, օրինակ նրանք իրենց ռետորաբանությունից հրաժարվելուց հետո սկսեցին փոխադարձ կերպով այդ ռետորաբանությունից յետ կանգնել եւ մեղմել հարաբերությունները։ Իսկ մեր տարածաշրջանում կարծես թե միայն մենք ենք, որ ճիշտ, այսպես կոչված ճշտի ազատամարտիկներն ենք եւ փորձում ենք գտնել պատմության մեջ այդ մութ կետերը եւ բարձաբանել։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանն էլ չի եղել առհասարակ։ Նրանք Ադրբեջանը Սովետ միությունը այդ անվանումը կիրառել է, որպեսզի պարսկական տարին կարողանա փոխազդել եւ թուրքալեզուն այդ թաթար ժողովրդին անվանել է ադրբեջանցիներ, որպեսզի կարողանա սահման ունենալ Իրանի հետ եւ չկարողանա Իրանը ազդել նրանց վրա, իսկ թուրքալեզուների հետ հենց լեզվի խնդիրը, որը էթնոսի եւ գենից տարբերություն է ազգ որպես հենց լեզուն է առանձնանում, իսկ այդ Ադրբեջան նահանգը, որը Իրանում կա, դա հենց իրանցիների իրանական ցեղ է եւ նրանք իրենք համարում են իրանցի, դա չի նշանակում, որ Իրանը ամբողջությամբ օրինակ պարսիկներն են կամ այլ կան տարբեր ժողովուրդներ, որոնք միավորումն է, իսկ Հայաստանը ինչ պատճառով է դարձել միատար, կարելի է բարձրաձայնել այդ ամենի մասին եւ հիշեցնել օրինակ 1915-ի եւ դրանից առաջվա կոտորածները, թե Բաքվի եւ Սումգայիթի ջարդերը, որովհետեւ եթե դա համատարած տեղի ունենում տարածաշրջանում, Հայաստանում բնակվող օրինակ ադրբեջանցիներն ու թուրքերը կամ քրդերը կարող են վտանգ զգալ, երբ որ իրենց երկրում կոտորում են հայերին, կարող է վրեժխնդրություն լինել եւ իրենք հեռանան, այսինքն պատմական արդարություն կամ պատմական արդարության մասին խոսելիս կարելի է փոխադարձանել եւ լսել օրինակ Ադրբեջանին եւ լսեն գոնե Ադրբեջանի ներկայացուցիչներից նման հայտարարություններ, իսկ նման հայտարարությամբ մենք կարծես թե ջուր լցնենք ադրբեջանական քարոզչական ջրաղացին, նրանք նշում են պատմական արդարության մասին, վերաբնակեցման մասին, արևմտյան Ադրբեջանի նման հերյուրական պետության մասին եւ շարունակում են այդ թեզը, այսպիսով երբ որ մենք ցույց ենք տալիս թուլություն եւ միայն մենք ենք դա ցույց տալիս, ապա Ադրբեջանը կարող է շարունակել մինչեւ վերջ, եթե ավելացնելու բան ունես, ես ուզում եմ հիշեցնել պարզապես Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կարծես թե շարունակությունը լինի 44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո, երբ նա խորհրդարանում ելույթ էր ունենում ու նրան ուղիղ հարցնում էին ինչու դեռ 2020-ի հոկտեմբերի երկրորդ կեսին, երբ շատ ուղիղ առաջարկ է եղել ու Ադրբեջանն էլ համաձայն է եղել պատերազմի դադարեցմանը եւ այդ ժամանակ դեռևս Շուշին հայկական վերահսկողության, հայկական զորքերի վերահսկողության տակ էր եւ Փաշինյանին առաջարկվել է կանգնեցնել պատերազմը, հանձնել Արցախի անվտանգության գոտի համարվող 5 շրջանները եւ թույլատրել ադրբեջանցիների վերադարձ Շուշի։ Փաշինյանը իր պատերազմի չկանգնեցնելը բացատրում էր նաեւ նրանով, որ ադրբեջանցիները մինչև 90-ականների Արցախյան առաջին պատերազմը մոտ 90%-ը Շուշիի բնակչության ադրբեջանական է, ադրբեջանցիներ են եղել։ Եվ ինքը այսպես ամբիոնից ասում էր, ինչ է, ուզում էիք ասեիք, որ 90% բնակչությամբ Շուշին հայկական էր մնալու, այսինքն նա շատ կոնկրետ ասում էր, որ Շուշին մինչև Արցախյան առաջին պատերազմը եղել է ադրբեջանական, բայց մենք գիտենք, որ իրականությունը այդպես չի, այնտեղ ապրել են թե հայեր, թե ադրբեջանցիներ եւ շատ այսպես խառը մոտավոր միշտ մարդահամարներ են եղել խորհրդային միությունում ու որևէ հստակ տվյալ չկա, դա միայն ադրբեջանական թեզ կարող է լինել, որ 90%-ով ադրբեջանցիներ են բնակվել Շուշիում մինչև Արցախյան առաջին պատերազմը։ Եվ հիմա, երբ նա նման հայտարարություններ է անում արդեն Հայաստանի տարածքի մասին, ու մենք գիտենք, որ Ադրբեջանը ուզում է այսպես ճակերտների մեջ հայրենադարձություն կազմակերպել ու 300,000 ադրբեջանցիներ տեղափոխել Հայաստանի տարածք, մասնավորապես Սյունիքի վրա է նրանց աչքը, եւ շատ հնարավոր է, ինչպես դու ասացիր, ընտրությունից հետո մի նման սցենար տեղի ունենա մեզ հետ, ու Փաշինյանը ասի, բայց ես չէ որ ձեզ ասում էի, որ այստեղ հո միայն մենք չենք ապրել, եւ հիմա պետք է այդ ժողովուրդների պատմական արդարությունը վերականգնենք, մերը, ինչպես գիտենք, Փաշինյանը չի ուզում վերականգնել, բայց այ ադրբեջանցիներին եւ մյուս ժողովուրդների պատմական արդարության մասին պատմությունները նա կարծես թե շատ լավ գիտի եւ ամեն հնարավոր ձևով փորձում է այս մեսեջները ուղարկել մեր հանրությանը, հանրային քննարկումներ հրահրել այս հարցերի շուրջ, որպեսզի
Հետո երբ դա տեղի ունենա, երբ այսպես ասած օվերտոնի պատուհանը նա արդեն բացում է ու հետո երբ այս ամեն ինչը իրականություն դառնա, նա ասի, բայց մենք արդեն սրա մասին խոսել ենք, ինչ կա զարմանալու, ես ասել եմ սրա մասին եւ որևէ հեղափոխություն չի եղել իմ այս հայտարարությունից հետո, ինչպես որ նա ասում էր, որ ես հայտարարում եմ Ղարաբաղյան շարժման էջը փակված ու եթե համաձայն չի ժողովուրդը ինձ հետ, թող դուրս գա փողոց ու ուրեմն հեղափոխություն անի, իսկ երբ հրապարակում հավաքվում է 100,000-ից ավելի մարդ ու պահանջում նրա հրաժարականը, ասում է, որ դա ժողովուրդը չէ, այլ ընդդիմադիր, այսպես շակերտների մեջ ծախված մարդիկ են, ֆինանսավորվում են, այո, ու այդպես էլ մենք չենք հասկանում Փաշինյանի ասած ժողովուրդը արդյոք միայն նրա աջակիցներն են, թե այնուամենայնիվ այս երկրում ապրող մյուս 2 միլիոնից ավելի քաղաքացիները նույնպես Փաշինյանը համարում է ժողովուրդ։ Նման քաղաքականությունը մասնագետները անվանում են այն կանխավարկածն է նման քաղաքականության, որ եթե Հայաստանը օրինակ զրոյացնի իր պահանջները բոլոր հարևաններից եւ իջեցնի սանդղակը պահանջատիրական, ապա եւ ամբիցիաները գրեթե զրոյացնի, նման աննկատ դիրքում լինելով չի կարող խոչընդոտել հարևաններին եւ կարող է գոյատևել, այսինքն պետությունը կապովի մինիմալ անվտանգությունը, ապա այն մնացած աշխարհաքաղաքական մյուս հռետորաբանական քաղաքականություն պետք է համաձայնեցվի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետեւ նրանց հետ կարծես թե մենք կոնֆլիկտ ունենք, իսկ նրանք ցանկանում են, ինչպես նրանք են նշում, մի քանի տարի է մեզ հետ բարեկամանալ, մենք չենք թույլատրում։ Ես կարող եմ պատմական նախադեպեր ուղղակի ասել, որ նման նույնիսկ նախադեպեր չի եղել, նմանատիպ ինչ որ իրավիճակ եղել է օրինակ Բյուզանդիայում, որը անկում ապրեց։ Ես էլ ուզում եմ հիշեցնել հենց նորից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերջերս արած, հիշում ես նա շատ այսպես հիացմունքով նշում էր, որ Սինգապուրը, որ իր տարածքով Սևանի կեսի չափ է, մի տնտեսական հրաշք է ապրել, մենք բոլորս գիտենք Սինգապուրի տնտեսական հրաշքի մասին եւ այնտեղ այդ երկրի առաջին վարչապետի իսկապես հրաշագործությունների մասին, որ արել է այդ պետությունում ու կարծես թե Փաշինյանը նաեւ այս խոսույթով, որ Սինգապուրը Սևանի կեսի չափ է, կարծես թե նաեւ այդ բանն է բերում, որ նորմալ է, որ պետությունը փոքրանա, տարածքները նեղանան, որովհետեւ փոքր պետությունները նույնպես կարող են մեծ ուրեմն տնտեսական տպավորիչ արդյունքների հասնել ու ամբողջ աշխարհը խոսի դրա մասին, այսինքն պետության ոչ թե տարածքն է կարևոր, այլ թե ինչ է այնտեղ կատարվում։ Սա է կարծես թե Փաշինյանի տրամաբանությունը։ Երևի մենք մոռանում ենք Սինգապուրը, որ տարածաշրջանում է գտնվում, եւ երևի մոռանում ենք, որ Միացյալ Նահանգները մեծ գումարներ են այնտեղ ներդնում հակազդելու չինական ազդեցությանը եւ այնտեղ ունեն բազաներ, պետք է դա էլ հաշվի առնենք ուղղակի նման տարածքներ ցիտելուց, որովհետեւ այդ տրամաբանությամբ Աֆղանստանն էլ հիանալի տարածքում է գտնվում, սակայն տեսնում ենք, որ այդպես էլ չի կարողանում խաղաղություն գտնել թե տալիբանների իշխանության օրոք, թե ամերիկացիների ներկայությամբ, թե այլոք երբ որ ցանկանում են ազատագրել, վերադառնամ պատմական նման իրավիճակներին, Բյուզանդիայի կայսրության այդ վերջին 14-ից 15-րդ դարի ժամանակահատվածում բյուզանդական կայսրությունը որդեգրեց քաղաքականություն, որ պետք է նրանք հաջողանան ուժեղացող Օսմանյան Թուրքիային եւ կատարեն այն պահանջները, որոնք նրանք ցանկանում են եւ հարևանային հարաբերություններով ապրեն։ Այդ ժամանակ, երբ որ իշխանները սկսեցին օրինակ կռվել Օսմանյան կայսրության կողմից, նույնիսկ քրիստոնյա երկրների եւ ժողովուրդների դեմ, նրանք մտածում էին, որ կարող են այո նման կերպ գոյատևել եւ ապրել, սակայն թուրքերի ախորժակը էլ ավելի էր մեծանում եւ մենք տեսանք այն, որ 1453 թվականին մայիսի 20-ին Կոստանդնուպոլիսը ընկավ ամբողջությամբ եւ այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում եւ ոչ մի հետք կարծես թե արդեն չի մնում թե բյուզանդական, թե առասարակ քրիստոնեական այդ ժամանակաշրջանից ցանկացած այն միտքը, որ կիրառում է բազմաթիվ քաղաքական վերլուծաբանների կողմից, այն է, որ նման կերպ զրոյացնել էթնիկ պետության քաղաքականությունը ուղղակի քաղաքացիական պետության այն տարածաշրջանում, որը լի է եւ հղի է հակամարտություններով, այդքան էլ լավ որոշում չէ, շատ քիչ դեպքերում է լինում, երբ որ օրինակ Իսրայելը կարողացավ համախմբել արտաքին քաղաքականությամբ նա զիջեց, սկսեց արտաքին քաղաքականություն ավելի մեղմ տանել եւ հասարակության մեջ ավելի սուր եւ ազգային քաղաքականություն սկսեց տարածել եւ զարգացնել, ինչի արդյունքը մենք այժմ տեսնում ենք Իսրայելը կարծես թե ում ցանկանում ինչ քաղաքականություն ցանկանում պարտադրում է։
Եվ վերադառնալով մեր հայաստանյան իրականություն, թեժ քարոզարշավ է մեր երկրում, ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք շատ ուշադիր պետք է լինենք բոլոր այն հայտարարություններին, որոնք անում են այս նախընտրական շրջանում քաղաքական գործիչներ, ովքեր հայտ են ներկայացրել ընտրություններում ներկայանալու եւ իրենց ծրագրերն են այսպես ներկայացնում մեր ընտրողներին եւ անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, որպեսզի կարողանանք իսկապես մեր երկրում ինչ որ փոփոխություններ տեսնել եւ իդեպ հենց այդ թեման մեր հաջորդ խոսելու առիթն է, վարքյաններ անց կքննարկենք։ Համացանցում մասնավորապես Facebook-ում ֆլեշ մոբ է սկսվել, հայտնի մարդիկ քաղաքացիներին կոչ են անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին, ընտրական ակտիվությունը բարձր պահել, ավելին հասցնել մինչև 100%-ի, մենք գիտենք մոտ 2.5 միլիոն քաղաքացի Հայաստանում իրավունք ունի մասնակցելու այս խորհրդարանական ընտրություններին ու եթե ընտրական ակտիվությունը բարձր լինի, մեծ է շանսերը, որ Հայաստանում հնարավոր է մենք տեսնենք 8 տարի անց իշխանափոխություն ընտրությունների միջոցով ես առաջարկում եմ լսենք պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին, որը շատ հետաքրքիր մի տեսանյութ էր երեկ հրապարակել, մի հատված դիտենք այդ տեսանյութից։ Քո կյանքի վերաբերյալ քո փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում, դու լավ են անում, որովհետև դու հրաժարվել ես քո կյանքի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնելու քո իրավունքից։ Այդպես եղել է 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ ընտրելու իրավունք ունեցող 2.590.000 մարդուց ընտրություններին մասնակցել է ընդամենը կեսը։ 1.280.000 մասնակիցներից իշխանությանը ձայն է տվել 680.000 մարդ, ինչը կազմել է փաստացի ընտրությունների մասնակիցների 53%-ը։ Բայց եթե ընտրություններին մասնակցեին բոլոր 2.590.000 ընտրելու իրավունք ունեցողները, ապա իշխանության հավաքած ձայները կկազմեր փաստացի ընտրությունների մասնակիցների ընդամենը 26%-ը։ Այսինքն, չմասնակցելով ընտրություններին, դու հնարավորություն ես տվել ընտրելու իրավունք ունեցող, բայց ընտրությունների մասնակցած փոքրամասնությանը քո փոխարեն որոշելու, թե դու ինչպես ես ապրելու եւ ինչպես փորձը ցույց տվեց ամենավատը, թե դու ինչպես ես մեռնելու։ Վերցրու քո կյանքի հանդեպ որոշումներ կայացնելու իրավունքը քո ձեռքը, մասնակցիր ընտրություններին, մի մնա պատանդ ուրիշների որոշումներին։ Ես պարզապես ուզում եմ մեզ հետևողներին, քաղաքացիներին մի քանի վառ օրինակ ներկայացնել, երբ ընտրական ակտիվությունը բարձր է եղել ու երկրում տեղի են ունեցել փոփոխություններ ու այդ օրինակները ընդհանրապես վերջերս են տեղի ունեցել, օրինակ Լեհաստանում 2023 թվականին ընտրական ակտիվությունը ռեկորդային է եղել, մոտ 74.4% ընտրելու իրավունք ունեցողների մասնակցել է ընտրությանը ու հաղթել է աջ պահպանողական եւ 8 տարի երկիրը ղեկավարած աջ պահպանողական իշխանությունը հրաժեշտ է տվել իշխանությանը։ Սենեգալում 2024 թվականին նույն սցենարն է կրկնվել, Բրազիլիայում, Զամբիայում եւ ամենավերջին թարմ օրինակը մեր աչքի առաջ է Հունգարիան, որտեղ ակտիվությունը գրեթե 79% էր, ամենաբարձր ցուցանիշը 1990 թվականից հետո, ինչի արդյունքում Պետեր Մագյարի գլխավորած կենտրոնամետ Տիսա կուսակցությունը ջախջախի հաղթանակ է տարել 16 տարի երկիրը ղեկավարած Վիկտոր Օրբանի նկատմամբ ու մենք իսկապես սա կարծես թե կարելի ասել ամենավերջին դասական, ամենավառ օրինակն է, թե ինչպես կարող են քաղաքական երիտասարդ գործիչները կոտրել բոլոր կարծրատիպերը եւ անհաղթարելի ուժին անգամ, որ թվում էր թե ամենաանհաղթարելին է, հաղթել ընտրություններում, ընտրական պայքարում եւ ձևավորել նոր իշխանություն, նոր ապագա այդ երկրի համար, մեզ պարզապես հավանաբար մնում է եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին խնդրել, հորդորել անպայման իրենց իրավունքից, սահմանադրական իրավունքից, ընտրելու իրավունքից օգտվել հունիսի 7-ին լինել ընտրատեղամասերում եւ ապահովել բարձր ընտրական ակտիվություն այս ընտրություններին։ Թող որ Հայաստանում էլ ընտրական ակտիվությունը ռեկորդային լինի եւ աշխարհն էլ մեր մասին խոսի։
Անցնենք մեր վերջին թեմային։ Հարց լուծող Չինաստանը աշխարհի ղեկավարները իրար ետևից այցելում են Չինաստան եւ հանդիպում նախագահի հետ։ Հիշեցնեմ, որ Դոնալդ Թրամփի այցից հետո այժմ էլ Վլադիմիր Պուտինն է այցելել Չինաստան քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունները։ Հետաքրքիր է այս հանդիպումը նրանով, որ մեկ շաբաթվա ընթացքում երկու գերհզոր տերությունների ղեկավարները իրենք այցելեցին Չինաստան եւ կարծես թե նոր աշխարհակարգ ենք այստեղ ձևավորմանն ենք ականատես լինում, որովհետեւ դժվար էր պատկերացնել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները իրար ետևից կայցելեն ինչ-որ մի երկիր, որը կարևորություն ունի, այժմ հասկանում ենք, որ Չինաստանը այն գլխավոր օղակն է, որի շուրջ կառուցվում է եւ քաղաքականությունը եւ առասարակ տնտեսական կապերը։ Հիշեցնեմ, որ Չինաստանը ամենակարևոր կետն է Իրանի հարաբերություններում եւ ամերիկա-իրանական այդ հակամարտության եւ պատերազմում, որովհետեւ հենց նրանց հորդորով եւ պահանջով դադարեց հարձակումները եւ Հորմուզի նեղուցով կարողանում են անխոչնդոտ անցնել այս չինական եւ մի շարք այլ երկրների լցանավերը։ Հիշեցնեմ, որ այս հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրների միջև հարաբերությունների նոր համաձայնագիր, այնտեղ նշվում է, որ օտար երկրներում իրենց ակտիվների սառեցումը անթույլատրելի է եւ երկու երկրներն էլ կոչ են արել խաղաղության եւ արտաքին ազդեցություններից մաքսիմալ հեռու մնալու կոչեր են կատարել։ Հետաքրքիր է, որ նշվել է նաեւ Հյուսիսային Կորեայի մասին, որ նման քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ արևմտյան երկրների այդքան էլ ազնիվ չէ։ Հետաքրքիր է, որ դա Ռուսաստանն ու Չինաստանն են այժմ հայտարարում, նման տանդեմ չէր եղել կարծես թե, որ նման բարձր մակարդակով հիշատակվեր եւ հայտարարություններ են եղել Ճապոնիայի մասին, որ Ճապոնիայի նման ակտիվ քաղաքականությունը եւ զինվելու փորձերը վտանգներ կարող են սպառնալ ասիական տարածաշրջանում։ Հիմնականում երկու երկրների հարաբերությունների մասին էր, հավանաբար քննարկել է նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության լուծելու հարցը։ Ես այդ թեմայով մի ուշագրավ տեղեկություն ունեմ, երեկոյան Financial Times-ը գրել էր, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սի Ցինփինը հայտարարել է իբր, թե Պուտինը դեռ կապսոսի, որ 2022-ի փետրվարին հարձակվեց Ուկրաինայի վրա եւ սկսվեց այդ արդեն 4-րդ տարին շարունակվող լայնամասշտաբ մաշեցնող այս պատերազմը եւ կարծես թե Financial Times-ը հղում էր արել Չինաստանի դիվանագիտական իր աղբյուրներին, այնուհետև շտապել էր այդ տեղեկությունը հերքել Չինաստանի արտգործ նախարարը, հետո 3 գիշերը, երբ Երևանում գիշեր էր, Վաշինգտոնում արդեն առավոտ, լրագրողներն էին հարցրել Թրամփին, արդյոք նման խոսակցություն եղել է եւ Թրամփը կտրականապես հերքել էր նման հայտարարությունները, ասել, որ Սի Ցինփինը իր հետ ընդհանրապես չի խոսել Պուտինի որոշումների մասին, այո նրանք քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, բայց նման հայտարարություն իր չինացի գործընկերը չի արել, սա էլ այդ թեմայի վերաբերյալ տեղեկություն, եւ եթե կա ավելացնելու բան այս Մոսկվա-Պեկին բանակցությունների վերաբերյալ կարող ես մի կետն էր հետաքրքիր, որ այս անգամ ջերմություն կարծես թե չկար թե ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը, թե Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, շատ պաշտոնական հանդիպում տեղի ունեցավ, ոչ մի ավելորդ ինչ որ արարողակարգերի, սակայն Ռուսաստանի նախագահին ինչպես տրամաբանական է ավելի լավ ընդունեցին, որովհետև ավելի դաշնակցական հարաբերություններ ունեն, քան Միացյալ Նահանգների հետ։ Հետաքրքիր է, որովհետև կտեսնենք այս ամենի, այս հանդիպումների արդյունքները դեռ հետագայում մյուս աշխարհակաղակական խնդիրները լուծելու ընթացքում։ Ռուսական կողմը անթաքույց հայտարարում է, որ Չինաստանը այժմ Դաշնության ամենամեծ եւ առաջին տեղում գտնվող ռազմավարական գործընկերն է, ինչը կարծում եմ հասկանալի է, Չինաստանը համաշխարհային տնտեսական հսկա է եւ արդեն տեսնում ենք, որ նաեւ դառնում է աշխարհում հարց լուծող գերտերություն։ Այո, տեսնում ենք աշխարհակաղակական նման փոփոխություն, ինչպես տեսանք, օրինակ Ռուսաստան, Չինաստան, Իրան զորավարժությունները, Չինաստանը հստակ իր դիրքորոշումը ցույց է տվել արդեն եւ նորություն չէ, որ լավ հարաբերություններ ունի թե Ռուսաստանի հետ, թե Իրանի հետ, ինչը տրամաբանական է եւ Միացյալ Նահանգների նման շահագրգռվածությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Չինաստանը այո, այժմ գտնվում է իր բարձրունքում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ ուշադիր եք, հետևում եք մեզ, շարունակեք 21 TV վերգետնյա հեռարձակմամբ, հետևել 21 TV News-ի
աշխատանքին ամեն առավոտ ժամը 8-ից գիշերը ժամը 1-ը մենք ամենժամյա թարմ տեղեկություններ ենք ներկայացնում Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ մենք կհանդիպենք վաղը ժամը 19-ին 21 TV News-ի YouTube-յան ալիքում ուղիղ եթերում եւ մեզ կարող եք հետեւել նաեւ 21 TV Facebook-ի պաշտոնական էջում։ Ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։